Ովքեր են կվադրոբերները լուրերում, գուցե լսած լինեք, Հայաստանում ես չեմ տեսել, բայց Ռուսաստանում շատ տարածված է, արտասահմանում տարածված են։ Դրանք մարդիկ են, հիմնականում երեխաներ, որոնք իրենց արտաքինը, պահվածքը նմանեցնում են որևէ կենդանու և սկսում են ապրել այդ կենդանու նման։ Եվ հարցը կարդամ, ինձ հարց են տվել կվադրոբերների մասին, պատասխանել եմ, որ դա պղծություն է, Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, բացի դա կենդանիները հոգի չունեն։ Պատասխանս չի բավարարել հարցնողին, խնդրում եմ խոսեք այդ մասին, Աստված օրհնի ձեզ և ձեր բոլոր ծառայությունները։ Խոսենք կվադրոբերների մասին և խոսենք Աստվածաշնչի լույսի ներքո, որովհետև մարդը ասում է, սա իմ կյանքն է, օրինակ շատ ծնողներ թույլ են տալիս իրենց երեխաներին, անգամ այդպես հատուկ հանդերձանքներ կա, դիմակներ կան, որոնք նմանեցնում են կենդանիների շուն, կատու, չգիտեմ, այլ կենդանիներ, և երեխաները ոչ միայն այսպես խաղ են անում, այսինքն եթե դիմակ են դնում, կարծում եմ փոքր ժամանակ բոլորս էլ դիմակներ դրել ենք, խաղացել ենք և հետո դիմակը հանել ենք, ոչ թե դիմակ են դնում, խաղում են ու հետո հանում են, այլ իրենց կենսակերպը դարձնում են այդ կենդանու կենսակերպը։ Եվ աշխարհի շատ երկրներում արդեն հոգեբանները ահազանգ են հնչեցնում, որ սա հոգեբանական խնդիր է, որովհետև երեխաները իրենք ոչ թե խաղում են, այլ կարծում են, որ իրենք հենց այդ կենդանիներն են և կարող են դրսում, փողոցում կատուների պես քայլել, ձայներ հանել, անգամ դեպքեր կա, որ հարձակվում են մյուսների վրա, շները կատուների վրա, բայց դրանք իրական շներ ու կատուներ չեն։ Մի խոսքով կվադրոբերները այն մարդիկ են, ովքեր իրենց ընկալում են, ոչ թե խաղ որպես, այլ ընկալում են որպես այդ կենդանի և իրենց կյանքը, իրենց ապրելակերպը հարմարեցնում են, նմանեցնում են այդ կենդանու կյանքին, պահվածքին և բոլոր դրսևորումներով։ Եվ որքան շատ է նմանվում, որքան շատ են այդ դրսևորումները, այնքան իրենք իրենց հաջողված են զգում, որովհետև իրենք ավելի իրական են ներկայացնում այդ կենդանուն։ Հիմա ի՞նչն է այստեղ խնդիրը։ Իհարկե մարդիկ ասում են, մենք ազատության դարաշրջանում ենք ապրում, ով ինչ ուզում է կարող է անի։ Խնդիրը նա է, որ դա վարակիչ է, վարակիչ, այսինքն ինքը թույլ հոգեբանություն ունեցող մարդիկ բնականաբար նախընտրում են ապրել կենդանու նման և ոչ թե մարդու նման, և դա իրենց շատ մարդկային հոգսերից ազատում է։ Հիմա գանք Աստվածաշնչին։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը, երբ որ նկարագրում է արարչագործությունը, ինքը արարչագործությունը փուլ առ փուլ է նկարագրվում, այսինքն նյութական, ֆիզիկական աշխարհը, հետո բուսական աշխարհը, հետո ավելի այսպես ըստ աճի, զարգացման աճի, ասենք ձկները, սողունները, թռչունները, կենդանիները և վերջում մարդը։ Եվ մարդը արարչագործության, այս մեր ֆիզիկական տիեզերքի արարչագործության ամենաբարձր մակարդակն է և Աստված, որ մարդուն ստեղծեց, ստեղծեց իր պատկերով և նմանությամբ։ Ինչ տեղի ունեցավ, Աստվածաշունչը նկարագրում է, որ մեղքը եկավ և աղավաղեց այդ պատկերը մարդու մեջ, Ադամով կամ առաջին մարդով մեղքը մտավ աշխարհ, և Աստված ուղարկեց իր որդուն Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի վերականգնի մարդու մեջ իր պատկերն ու նմանությունը, և ամբողջ Նոր Կտակարանը եթե ընթերցեք, Աստված մարդուն ասում է՝ դու կորցրել ես այն պատկերը, որով ես քեզ ստեղծել եմ, և ես իմ որդուն եմ ուղարկել, որ դու իրեն նմանվես, ինքն է չափանիշը, որ Քրիստոսին հավատում ես, Քրիստոսին
ընդունում ես քո կյանքի Տեր ու Փրկիչ, իր ուսուցումներն ես ընդունում քո կյանքում դու սկսում ես կամաց հին մարդը հանել եւ նորը հագնել, այս նորը Քրիստոսի պատկերով նորոգված, Քրիստոսի պատկերի նմանությամբ նոր մարդ։ Ահա Վադրոբերների փիլիսոփայությունը ինքը մարդուն այն եղածն էլ որ կա մարդկայինը ինքը իջացնում է մի մակարդակ ներքև արարչագործության ավելի ցածր մակարդակի, ընդ որում Աստվածաշունչը խոսում է սրա մասին, երբ որ ուզում է նկարագրի մարդկանց, օրինակ, երբ որ մարդը փոխանակ շարժվի Աստծո խոսքով, շարժվում է իր մարմնի ցանկություններով, այդ ցանկություններին տրվելը, որը Աստծո խոսքին դեմ է, անասնական բնազդներ կամ անասնական ցանկությունները որակում, օրինակ, այսպիսի նկարագրություններ կա, չգիտեմ, շնացող մարդկանց, ասես խրխնջում են նայելով իրենց ընկերների կանանց, կամ հենց շնանալ բառը ինքնին վերցրած է շների այսպես կենսակերպից, որովհետև իրենց համար որևէ բարոյական այս չափանիշներ չկա, շունը չի մտածում բարոյականության մասին։ Իհարկե կենդանիներ կան, որ երբ որ զույգ են կազմում, իրենք միջև իրենց կյանքի վերջ այդ զույգը պահում են, սա էլ իրենց բնազդն է, բայց կենդանիներ կան, որոնք չեն պահում եւ շները դրանցից մեկն են, որ ոչ մի բարոյական սահմանափակում չունեն, որքան էլ դաստիարակված լինեն, շունը մնում է շուն, կենդանի շան մասին է խոսքը։ Եվ Կվադրոբերների փիլիսոփայություն, այն փիլիսոփայությունը, որ կա Կվադրոբերների այս շարժման հիմքում, նա որ մենք մարդու մակարդակից իջնում ենք ցած, կենդանու մակարդակին, եւ սա հակառակ է Աստծուն։ Աստված ասում է դու հիմա այս մարդու մակարդակից պիտի բարձրանաս վերև այն կորցրած պատկերն ու նմանությունը վերականգնելուն։ Եվ ես համոզված եմ ասում, որ սա չարի հերթական սուտն է, որ մարդկանց հոգեբանությունը ուղղակի տակնուվրա է անում, եւ շատ շատերը ցավոք սրտի տրվում են սրան, եւ շատ ծնողներ չեն էլ հասկանում, մտածում են իրենց երեխան խաղ է անում եւ այդ խաղը կավարտվի, բայց չեն էլ պատկերացնում, որ դրա հետևում չարի փիլիսոփայությունն է, որ այդ երեխայի հոգեբանության վրա է ազդելու, եւ որքան շուտ ծնողները կարողանան դրա դեմը առնել, այնքան լավ կլինի, որովհետև երեխան իջնում է բնազդների, կենդանական բնազդների մակարդակին։ Այո, այդ ներկվելը, դիմակը, հագուստը, նմանվելը, փողոցում շամպես վազելը, հաչալը, սա թվում է թե երեխայական խաղ է, բայց իրականում սա իրեն սովորեցնում է ապրել կենդանական բնազդներով եւ ոչ թե մարդկային որակներով։ Կարծում եմ, որ հասկանալի էր Կվադրոբերների այս շարժը, ալիքը ինչ է ուզում անի եւ խարխլում է հասարակության հիմքը եւ դա անում է ոչ թե հասուն մարդկանց միջոցով, այլ մեր վաղվա օրը, մեր երեխաները, որ վաղվա քաղաքական գործիչները պիտի լինեն, գիտնականները, ուսուցիչները, չգիտեմ, պիտի լինեն մարդիկ, ովքեր վաղը հասարակության այս առաջընթացի առողջության պատասխանատվությունը պիտի վերցնեն իրենց վրա, այսօր նրանց դաստիարակում է չարը ապրել կենդանական բնազդներով, այլ ոչ թե մարդկային բանականությամբ եւ դրանով իսկ մի մակարդակ ներքև է իջացնում, այնինչ Աստված ուզում է, որ մենք մի մակարդակ վեր բարձրանանք եւ վերականգնենք մեր կորցրած այդ Տիրոջ պատկերն ու նմանությունը մեր կյանքում։ Հուսով եմ, որ Կվադրոբերների մասին այսքանը բավարար էր